Ես անկեղծ ասած չէի ուզենա կյանքումս տեսնել այս օրը, երբ որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս քանակությամբ ոստիկաններ կան, ոստիկանական պատից ենքով ինչ-որ հերձվածողներ են, կարգալույց քահանաներ որոշ, մյուս կողմից գոհունակությունս եմ արտահայտում, որ մեր ժողովրդի իր ճնշող մեծամասնության մեջ պատի այս կողմում է ոստիկանական, եկել է իր աջակցությունը հայտնելու մեր առաքելական Սուրբ եկեղեցուն, նրա հոգևոր հայրերին, վեհապար Տիրոջը, եւ դուք տեսնում եք, որ հիմա ներսում Սուրբ եւ անմահ պատարագ է ընթանում, վեհապար Տերն է ներկա, եւ մեր ժողովուրդը իր հոցաթիվ ներկայությամբ իր վերաբերմունքն է արտահայտում։ Եվ մեր եկեղեցուն եւ նրանց, ովքեր փորձում են այդ եկեղեցին պառակտել, կատարելով թշնամական պատվերը, Հայաստանում առաջ մղելով թշնամական օրակարգը։ Պարոն Չալաբյան, ամիսներ առաջ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հոգևոր հավաքի մասին իր բառերով Էջմիածնի կենտրոնական հրապարակում եւ պարբերաբար ձգվեց այդ հավաքը եւ տպավորությունը եւ նման կարծիքներ էլ հնչում են, որ այսօրվա այս հայտարարությունը եպիսկոպոսների հավաքի մասին, ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանը ասում է ինքը դրա հետ կապ չունի, բայց աջակցում է, ուղիղ հենց իր հրահանգով է կազմակերպել, պարզապես իր անունից չի անում, քանի որ մարդկանց ներկայությունը շատ քիչ է եւ դրանով իսկ հայտարարակ է լինելու։ Ես ուզում եմ ձեզ ասեմ հետեւյալը, ամբողջ այս աշնան ընթացքում պայքարելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, Փաշինյանը ձախողումի հետևից է արձանագրում, ընդհանրապես այդ ամբողջ արշավը հայտարարակ մի համատարած ձախողում է իմ կարծիքով, եւ այսօր այդ ձախողման կուլմինացիան է, երբ որ նա հասկանում է, որ ժողովուրդը եկեղեցու կողքին է եւ դեմ է իր կողմից ձեռնարկած այս խայտարակ արշավին։ Այո, նա խոստացել էր դեռևս հոկտեմբեր ամսվա ընթացքում հոգևոր հավաքաներ, հասկացել էր, որ հավաքվող չկա, որ մեր ժողովուրդը չի ցանկանում իր եկեղեցու դեմ գնալ, նա հասկացել էր դա։ Նա հիմա փորձում է ուրիշների ձեռքերով կրակից շագանակներ հանել եւ այդ շագանակները մատուցել մեր թշնամիներին։ Բայց դա էլ է ձախողվելու։ Դա էլ է ձախողվելու, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ժողովուրդը իր բնազներով, իր գիտակցությամբ գտնվում է այնտեղ, որտեղ նա պետք է գտնվի, իր ինքնության, իր եկեղեցու, իր հավատի պաշտպանության դիրքերում։ Հանգուցալուծումը դուք ինչպես եք տեսնում, պարոն Չալաբյան։ Ես կարծում եմ, որ հանգուցալուծումը երկու հարթության մեջ է։ Մեկը եկեղեցու ներսում այս ամեն ինչը պետք է կարգավորվի, եւ իդեպ ես ձեզ ասեմ, որ մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք եկեղեցու իրավունքը նաեւ իր խնդիրները իր ներսում լուծել, ինչպես պահանջում է մեր սահմանադրությունը։ Մեր երկրում սահմանադրությունը պետությունից անջատ է։ Պետական պաշտոնյաները չպետք է միջամտեն եկեղեցու գործերին, նախկինում դա գուցե եղել է, բայց հիմա երբ որ մենք փորձում ենք ի վերջո ժողովրդավարական պետություն կառուցենք, դա պետք է բացառվի, որովհետև այլապես դա վերադարձած ստալինիստական ամբողջատիրության վատթարագույն ավանդույթներին, երբ որ կարելի էր կաթողիկոս խեղդել, եպիսկոպոսներ գնդակարել եւ այլն։ Դա բացարձակ մերժելի է եւ անթույլատրելի է։ Եկեղեցին ունի խնդիրներ, մենք դա տեսնում ենք, բայց այդ խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու ներսում։ Հանգուցալուծման մյուս մասը նրանում է, որ մենք պետք է կարողանանք ընտրություններով, սահմանադրական ճանապարհով իշխանազրկենք Փաշինյանին, այն անձին, որը մեր երկրում շարունակաբար ատելություն եւ պառակտում է սերմանում, թուլացնում է մեր երկիրը։ Մեր շուրջը թշնամական օղակը սեղմվում է ամեն օր։ Եվ փոխանակ մենք կենտրոնանանք նրա վրա ինչպես ենք պաշտպանում մեր երկիրը թշնամու ոտնձգություններից։ Մենք զբաղված ենք մեղմ ասած ներքին երկպառակությամբ, որը բացարձակ անընդունելի է։ Այս երկպառակությանը պետք է վերջ դնել, իսկ դրա համար նրա հիմնական աղբյուրը այդ հիդրայի գլուխը պետք է ի վերջո իշխանազրկվի։ Նորից եմ ուզում կրկնեմ, բացառապես սահմանադրական ճանապարհներով, որպեսզի նա հնարավորություն չունենա նույնիսկ որևէ կերպ դրան խոչընդոտել։ Ամփոփելով մեր զրույցը դուք ինչ-որ կոչ ունեք հասարակությանը, քաղաքացիներին։ Ես մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այսօր նրանք այստեղ են, ճիշտ տեղում են գտնվում։ Ես ուզում եմ նրանց կոչ անեմ իսկապես համախմբվել մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների, մեր ինքնության, մեր պետության նաև շուրջը, որովհետև այն վարչախումբը, որը զավթել է մեր պետական իշխանությունը, բնավ մեր պետությունը չի։ Նա պետության զավթիչ է, մենք պետությունը պետք է ազատագրենք նաև այս թշնամահաճո վարչախմբից։ Ուստի պետք է համախմբվել մեր պետության շուրջը, մեր եկեղեցու շուրջը, մեր ազգային ինստիտուտների շուրջը եւ կարողանալ մեր երկրի պատմության մեջ նոր մաքուր էջ բացել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։